Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, անցյալ տարի այս օրերին Արցախը հայաթափվեց։ Այն ժամանակ դեռ խոսում էին Արցախ վերադարձի հնարավորությունների մասին, որոշ տարբերակներ էին քննարկում, թե ինչ տարբերակում, որ վարկածի դեպքում հնարավոր է վերադարձ Արցախ, ինչ կարգավիճակով եւ այլն, իսկ հիմա այդ մասին խոսողներին ասում են պոպուլիստներ, դեմագոգներ, ասում են մի խաբեք այս ժողովրդին, դա իրատեսական չէ։ Այսօր այս եւ այլ թեմաների մասին կխոսենք հաղորդման ընթացքում։ Իմ հյուրը Արցախի խորհրդարանի Արդարություն խմբակցության նախկին падգամավոր Մետաքսե Հակոբյանն է, Տիկին Հակոբյան։ Նախկին չասեմ։ Չէ, մի ասեք դե։ Ազգային ժողովը կա, падգամավորը կա։ Իմ լիազորությունը ոչ մեկ չի կարող դադարեցնել։ Ազգային ժողովը մենակ կարա ինքնալուծարվի։ Այս իշխանությունները ասում են Արցախն էլ չկա։ Դա իրենց ասելով չի։ Падգամավորը դա պաշտոն չի, դա առաքելություն է, ու ոչ մեկ չի կարող իմ ձեռքից խլել այդ առաքելությունը։ Արցախը կա։ Արցախը կա ու ինքը ուղղակի օկուպացված է թշնամու կողմից։ Բայց Արցախ վերադարձի հնարավորություն ռեալ դուք տեսնում եք։ Իհարկե տեսնում եմ, եւ մենք բազմիցս ենք խոսել այդ մասին, դա բնավ պոպուլիզմ չի, դա բնավ նպատակ չի հետապնդում մոլորեցնելու ժողովրդին կամ առիթ դարձնել, որպեսզի ընդհանրենք կամ պատճառ լինի այս իշխանություններից ազատվելու, ինչպես շատ դեպքերում հայ իրենք են նշում։ Ուրեմն որն են այդ ռեալ տարբերակները։ Մենք մեկ տարվա ընթացքում, եթե սկզբում, ապա միգուցե կասկած լիներ, հա։ Մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք բազմաթիվ ճշտումներ, ճշգրտումներ, հանդիպումներ իրականացնել այն նույն միջազգային հարթակներում ու նույն միջազգային դերակատարների հետ, որոնց հետ շփումների արդյունքում այստեղի իշխանությունները մեզ համոզում են, որ այլընտրանք չկա, քան թղթի կտորի վրա գրված խաղաղությունն է։ Դա միակ տարբերակն է, այլևս որևէ բան չկա։ Ուրեմն ես կարող եմ հիասթափեցնել իրենց եւ իրենց հետևողներին, հավատացողներին, որ բնավել այդպես չի, այդ նույն միջազգային հարթակներում հակառակ կա այլ տեսակետ եւ իրենք սկզբում, հենց սկզբում 23 թվականի, հա, սեպտեմբերի վերջերին արդեն սպասել են, իսկ սպասելուց հետո նաև առաջարկներ արել, խոսել Արցախի ու արցախցիների վերադարձի իրավունքի մասին, ինչը չեն ցանկացել անել այս իշխանությունները, հա, Հայաստանի Հանրապետության, եւ հակառակը իրենք բոլոր նման առաջարկներին ունեցել են մեկ պատասխան եւ կարծում եմ շարունակում են ունենալ այդ պատասխանը, որ Արցախի թեման այլևս փակ է։ Այնպես որ այդ տարբերակը, եթե ըստ իրենց իբրև թե, հա, միջազգային հարթակներում փակ է այդ թեման, ինչպես ասվում է մեր ժողովրդի հետ նույն միջազգային հարթակներում ամեն վարքյան կա հնարավորությունը խոսել եւ առանց պատերազմի, ինչպես իրենք են նաև երբեմն փորձում էլի համոզել ժողովրդին, որ այդ թեմայից խոսելը արդեն իսկ պատերազմ է եւ բնական է առանց այո, եւ առանց պատերազմի բանակցային գործընթացով իհարկե վերականգնել այդ իրավունքը, որովհետեւ այն ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, այն տեղի է ունեցել փաստի ուժով, այսինքն պատերազմի միջոցով, բայց գոյություն ունի, որը շատ ավելի բարձր ու կարևոր է իրավունքի ուժը եւ աշխարհը չի կարող այն մերժել, դա աշխարհի շահերից չի բխում։ Տեսեք, դուք տեսնում եք հնարավորություններ Արցախ վերադարձի, այս իշխանությունները այդ թեման, ինչպես նշեցիք, վաղուց փակել են, դրել են խորը դարակներում միտեղ, չեն էլ ուզում հիշել այս մասին։ Ավելի շատ քննարկում են ով էր մեղավոր, որ Արցախը հանձնվեց, Արցախի կորստի համար, ում վրա է այդ մեղքը։ Տեսեք, իշխող ուժը ասում է, դուք ասում եք, որ Փաշինյանն է բնականաբար մեղավոր, միակ հանցագործը, իրենք ասում են Շահրամանյանն է մեղավոր, Արցախի էլիտար խունտան է մեղավոր, որ տարիներ ի վեր հարստահարել է ժողովրդին, կեղեքել է եւ դրա համար ունենք այն, ինչ ունենք։ Հիմա ում վրա է այդ արյունը եւ մեղքը ձեր գնահատմամբ։ Գիտեք, կարելի է մեղադրել անդադար, կարելի է անդադար մեղավորներ փնտրել, բայց գոյություն ունեն փաստեր ու անհերքելի փաստեր։
Եվ այդ անհերքելի փաստերը չտեսնելու, չնկատելու կամ խեղաթյուրելու պարագայում այդ մարդը կամ կարող է տգետ լինել, ուղղակի չհասկանալ ինչ է տեղի ունեն, իր կրթական մակարդակն է այդպեսին, չի հասկանում։ Կամ բնական է ունի իր անձնական շահը, իր սեփական անձնական շահը։ Բնավ նպատակ չունեմ որևէ մեկին պաշտպանելու կամ որևէ մեկին մեղադրելու։ Ես սովոր եմ եւ միշտ եմ այդպեսին եղել, խոսել այն բանի մասին, ինչ տեսել եմ, այն բանի մասին, ինչի մեջ եղել եմ։ Հիմա մինչ 2018 թվականը ես չեմ հիշում գեթ մի արցախցի, որ օրինակ դժգոհ լիներ իր իշխանությունից, չեմ հիշում այդպիսի բան։ Կամ օրինակ ասեր, որ իր իշխանավորը հարուստ է, ինքը աղքատ է։ Չկար այդպիսի բան, Արցախում չկար։ Արցախում բոլորը ապրում էին ամենայնպես միջին մակարդակում։ Սոված մարդիկ չկային, անտուն մարդիկ չկային, խեղճ ու կրակ մարդիկ չկային։ Եվ եթե այդ սոցիալականը, քանի որ շատ է, հետաքրքրում ես իշխանություններին, որտեղ դա մեր համար այդ պարագայում այդքան էական չի եղել երբևէ։ Ասեմ ամենակարևորը, ինչը մեզ համար էր կարևոր, դա անվտանգությունն էր։ Գիտեք, երբևէ ես չեմ պատկերացրել այլ երկիր, որտեղ մարդը իրեն ավելի խաղաղ է զգում, չեմ տեսել ուղղակի։ Որտեվ այդ վաստակած խաղաղությունը, տեսեք ինքը ուրիշ զգացում է առաջացնում։ Ես շատ եմ ասել, որ մենք նույն շրջափակման ժամանակ ավելի մեզ խաղաղ ու ապահով էինք զգում ու անվտանգ, քան հիմա։ Հայաստանում։ Այո, եւ յուրաքանչյուրի հետ խոսեք, կրակում էին։ Այո, թեկուզ վտանգը այսպես քթի տակ է։ Այո, ու յուրաքանչյուրի հետ որ խոսեք նույն պատասխանն եք ստանալու, ես կասեմ ինչու։ Եվ գիտեք, դրանք այն արժեքներն էին, այն բացի, չնեղվեն իրենք էլի, չհամարեն պաթոս, այն որ հայրենիքից զգացումը անընդհատ ունես, բացի դա դնենք մի կողմ, այդ ապահովության զգացումը, որ դու գիտես, որ քո երեխան ուղղակի ֆիզիկապես լինելու է քո կողքին։ Ես հենց նոր գալիս եմ էլի եղբայրների 1 տարիներ զոհվելու Արսենի եւ Սամվելի, որտեղ ես չտեսա մայրեր, որոնց որդիները զոհված չէին, մեկինը 20 թվականին էր զոհվել, մեկինը 23, ու մայրերը խոսում էին, զրուցում էին այդպես կանգնած, այնտեղ մայրերից մեկը ասում է, ես ասում եմ, երբ պիտի տղաս գնա բանակ, ու իրեն էլ էի ասում, համ ես մի քիչ կհանգստանամ, այն առումով, որ որդիս այդ վտանգավոր տարիքում գիշերը 2-3-ին տուն չի գա, կլինի կարգ ու կանոնի մեջ, կլինի ապահով, դա զոհված զինծառայողի մայրն է ասում, գիտեք, ու արցախցիների մոտ կար դա, բանակը ինքը ապահովություն էր համարվում նաև, ու այնտեղ եթե շատերը այստեղ մեղադրում են կամ փորձում են իրար մեղադրել, որ ամեն ինչ անում են բանակ չգնալու համար, այնտեղ ամեն ինչ անում էին գնալու։ Ես գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ այդ երիտասարդը չպիտի գնար բանակ, որտեղ իր առողջական վիճակը թույլ չէր տալիս, այդ ծնողները ծանոթներ էին գտնում, ամեն ջանք եռանդ գործադրում էին, որպեսզի բժշկական փաստաթղթերը այնպիսին լինեն, որ իրենց որդին գնա բանակ։ Բազմաթիվ են այդպիսի դեպքերը։ Ոչ թե այստեղի պես ասենք մենինգիտով, ալերգիաներով եւ այլնով ազատում էին բանակից իրենց որդիներին։ Չնայած դա էլ նույնիսկ այդ ազատելու պարագայում ես չեմ ընդունում, որ այստեղ էլ հազարներով մարդիկ հենց հպարտորեն չէին ուղարկում, հենց նույն մայրերը հպարտորեն էին ուղարկում իրենց որդիներին։ Այդպիսի դեպքեր կարող են լինել ցանկացած երկրում, դրանք եզակի են ու չի կարելի դա հանրայնացնել ու բերել դնել մի ամբողջ ազգի վրա։ Դա արեցին այս իշխանությունների դեպ, երբ մեզ սովորեցրին կամ համոզեցին, որ մենք վախկոտ ենք, փախնող ենք, թույլ ենք, խեղճ ենք, չենք սիրում մեր հայրենիքը, հակառակը սիրում ենք մեծ փոր ունենալ, կուշտ լինել, սոփ ու շվայտ կյանք վարել։ Այո, որ գեներալ Մանվելը նույն այդ բանակայինների սնունդը կողացել տարել է իր ավտոտնակում է պահել։ Գիտեք նոր, դուք գեներալի անունը տվեցիք, հենց նոր էլի ժամեր առաջ Մադաղիսի 90-ականների կին համայնքի ղեկավարի հետ էի զրուցում, կին է եղել,
նաև ինքը եղել է դպրոցի տնօրենը, երբ հիմնադրել են Մատաղից գյուղը։ Ու ինքը պատում էր, որ երբ զանգահարեց ու գեներալ Մանվելին ասաց, որ դպրոցի բացումն է լինելու, դե բնական է եղել է, հա, գեներալը, ասում է լաց էր լինում, հեռախոսային մյուս կողմից լաց էր լինում ու ասում էր ես ապարելու եմ այդ օրը, ապարելու եմ, երգելու եմ, քեֆ եմ անելու։ Այսինքն դրանք այն մարդիկ են, ովքեր պատերազմ անցած, այդ սարսափի միջով անցած, բայց դպրոց էին հիմնադրում, գյուղեր էին ստեղծում, անվտանգությունն էին, հա, կերտում։ Եվ կերտում էին ոչ թե Արցախի անվտանգությունը, այլ բոլորը գիտեին, որ Արցախը շենացնելով, զարգացնելով, մարդկանց այնտեղ արժանապատիվ կյանք ապահովելով, իրենք ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Դա մի հզոր կայուն համակարգ էր ստեղծվում, որը պիտի անսասան լիներ եւ դրա անսասան լինելը մենք մեր կաշվի վրա ենք զգացել։ Հիմա գիտեք, Հիմա ինչ-որ մարդիկ ճղճղան ձայներով կամ, չգիտեմ, ինչ-որ ներվային շարժումներով աչքերի վիբեր այսպես լայն բացած, եթե գոռում գոչում են, որ այդ նույն գեներալները ու հերոսներն են մեղավոր, որ իրանք կեղեքելու թալանել են բանակը։ Եթե կան մարդիկ, ովքեր համաձայնվում են եւ թեկուզ դա լինի իմ շրջապատում, ես իրենց հիշեցնում եմ 2010 թվականի մեր Ստեփանակերտում տեղի ունեցած զինվորական շքերթը։ Այո։ Ու իրենց ասում եմ, լավ, ձեր յուրաքանչյուրի տանը կար զինծառայող։ Դուք ինքներդ ասեք, եթե դա թալանված բանակներ այդքան հզոր, ուրեմն եկեք համաձայնվենք, թող մեր բանակը այդպես թալանված, բայց հզոր մնար, եթե դա թալանված բանակն է։ Հիմա հայաթափման գործին, վերադառնանք հայաթափման ժամանակաշրջանը, հա, Նիկոլ Փաշինյանը մեղադրում է Շահրամանյանին, Արցախի էլիտային, բոլորին, բացի իրենից։ Ահա, տեսեք, իրենք պնդում են ու խոսում են ինչ-որ մի փաստաթղթի մասին, որով իբրև թե լուծարվել է Արցախի Հանրապետություն։ Դե գիտեք, նույնիսկ չմտնենք իրավական դաշտ, հա, որ չէր կարող անձը երկրի նախագահը չի կարող երկիր լուծարել, այդ երկիրը հանրաքվեով ստեղծված երկիր է եւ չի կարող անձը ուղղակի լուծարել։ Այստեղ կարևորը մի այլ հանգամանք։ Պարոն Շահրամանյանը բազմիցս ասել է, եթե ունի Նիկոլ Փաշինյանը այդ փաստաթուղթը թող բերի, մենք էլ ունենանք այդ փաստաթուղթը։ Ոչ ուղարկել ենք, ոչ հրապարակվել է։ Ընդհանրապես չկա այդպիսի բան եւ վերջ։ Այստեղ հատկանշական է մի այլ բան է, որի վրա մենք ուշադրություն չենք դարձնում։ Ադրբեջանը բացարձակ չի խոսում այդ լուծարման մասին, երբևէ չի խոսել։ Ну, թե որն է իր շահը, դա առանձին թեմա է։ Խոսում են, երբ որ պիտի խոսեր Ադրբեջանը, խոսում են Հայաստանի իշխանությունները, խոսում են անդադար Հայաստանի իշխանությունները այդ մասին։ Նախ հաճոյանալով եւ անդադար ապացուցելով, հա, իրենց բարեկամ, գործընկեր, կիրթ, գրագետ ադրբեջանցի կառուցողական գործընկերոջը, որտես մենք այդ պահանջները, պայմանավորվածությունները կատարում ենք, մենք բարդում ենք իր վրա։ Մյուս կողմից, վերջերս մենք շատ ենք խոսում այդ փաստաթուղթ չէ, թղթի մասին, հա, կամ գրության մասին։ Տեսեք, ես մի անգամ եմ ասել այդ մասին, կասեմ եւս մեկ անգամ։ Ադրբեջանը ի սկզբանե պահանջ չի դրել նախագահից ստանալու նման փաստաթուղթ։ Ադրբեջանը այդ պահանջը դրել է ստանալու ազգային ժողովից, Արցախի Հանրապետության ազգային ժողովից։ Այսինքն ինքը լուրջ քայլերի էր գնում։ Վավերացված լինի, իրավական ուժ ստանա։ Հետո էլի կարելի էր շահարկել դրա իրավական մասը, բայց ամեն դեպքում իրենք կարող էին պնդել, որ դա ժողովրդի կողմից ընտրյալ մարմինն է արել, հետևաբար դա ժողովրդի կողմից լուծարված պետություն է։ Դա չի քննարկվել, գիտեք, մեր մոտ։ Մենք այսպես նույնիսկ որևէ մեկը չի եղել, որ մեզ հրավիրի, այսպես հավաքվենք, մեր ազգային ժողովի նախագահ պարոն Իշխանյան, նույնիսկ քննարկենք միասին, նստած չի եղել այդպիսի բան, որտեղ ի սկզբանե նույնիսկ առանց իրար հետ կապ պահելու մեր համար որոշումը միանշանակ է եղել, մեզնից յուրաքանչյուրի անհատական որոշումը չի կարող լինել նման բան։ Մենք չենք անի դրան։ Միայնակ վերցրեց իր վրա։ Այնուհետև դա անձի որոշում չի եղել, դա
Շահրամանյան անձը չի որոշել դա։ Ես ասեմ, կպատկերացնեք ինչի մասին է խոսքը։ Բնական է Ադրբեջանը այդ պահանջը դնում էր, զուգահեռ կոտորում էր, սպանում էր, դուք հիշում եք ինչ էր կատարում, չնայած իր գործընկերը այստեղ ասում էր, որ որևէ խնդիր չկա, Արցախում ամեն ինչ նորմալ է։ Հետո որոշում կայացվեց։ Արցախը որոշում կայացրեց։ Դա պարոն Շահրամանյանը չի այդ որոշումը կայացրել։ Արցախ ասելիս պատկերացնում եք, հա, տարբեր հանրային դեմքեր, քաղաքական դեմքեր, որոնք իրավունք ունեին այդ բային որոշումներ կայացնելու, որ եթե կա այդ պահանջը, որտեղ հակառակ դեպքում ավելի ինտենսիվ է դառնալու ջարդն ու ցեղասպանությունը եւ միգուցե այլևս որևէ մեկը ուղղակի չփրկվի եւ իրենք այնպես չանեն, որ աշխարհը դա նկատի, բայց ուղղակի մարդ դուրս չգա Արցախից, չկարողանա կենթանի ողջ մարդ դուրս գա Արցախից։ Եվ որոշումը կայացվեց, որ դա կարող է անել երկրի նախագահը, ասեմ։ Եվ այն ժամանակ դա մենք շատ լուրջ վերաբերվում ենք, որ տեսեք, փորձ ենք կատարում խորամանկել, Ադրբեջանին խաբել։ Տեսնենք կստացվի թե ոչ։ Գիտեք հետաքրքիրը որն է, հասկանալի է, չէ՞ որ Ադրբեջանը չէր խաբվելու, ի վերջո մեր առջև միամիտներ չեն, բայց տեսեք, որ խաբվեց։ Զարմանալի է, բայց փաստ։ Ընդունեց։ Այսինքն մենք, այսպես հա, խաբեցինք Ադրբեջանը, խորամանկեցինք, ստացվեց մեր մոտ։ Հիմա ամիսներ անց արդեն հասկանալի էր, որ ոչ թե մեր այդ խորամանկությունը անցել էր ու ստացվել էր, այլ Ադրբեջանը մի քանի այսպես նապաստակ էր, հա, ինքը սպանել մի զարկով, որովհետև եթե ի վերջո ազգային ժողովը ինքը ստիպեր ճնշեր, որ իբրև թե հասներ իր նպատակին, չնայած իրենք հասկացան, որ միանշանակ ոչ է լինելու ու չի լինելու այդ տարբերակը, բայց նույնիսկ եթե հասնեին դրան, իրենք ստիպված էին լինելու խոսել, որ այո, կա Արցախի հանրապետություն, եղել է 30 տարի, որը լուծարել է ազգային ժողովը։ Հա, դրա համար է որ չեն արձարծում այդ։ Դա այդ տարբերակը։ Մյուս կողմից ինքը ըստ էության հաղթաթուղթ, խաղաթուղթ էր տալիս իր գործընկերոջը, որպեսզի նա հնարավորություն ունենա, որտեղ իրենք պիտի հեռանար Արայիկ Հարությունյանից իրենց ծրագրի, իրենք վստահ էին, որ չի ընտրվելու հաջորդ նախագահը, որ մենք այդ քաղաքական ուժերը չենք կարողանալու նստել իրար կողք եւ քվեարկելու մեկի օգտին։ Իրենց պլաններում չկար, որ մենք կարողանալու ենք այդ վիճակում այո համախմբվել ու անել այն ինչ որ արեցին։ Հետևաբար առաջանում էր արցախցիների գոյության հարցը Հայաստանում։ Այդ հասկանալի է, որ սպառնալիք է եղել, է սպառնալիքի տակ է դա, բայց տեսեք Անդրանիկ Քոչարյանը ինչ է ասում, ասում է դրանով Շահրամանյանը զրկեց մեր երեխաներին հեռանկարից Արցախ վերադարձին։ Դրա համար, եթե ատրճանակը դրել էին ճակատին, ասել էին Շահրամանյան պետք է ստորագրես, թող ինքնասպան լիներ։ Այդ ամենաճիշտն էր, ասում է, ինքնասպան էր, կլուծեր հարցը այդ ինքնասպանությունն է։ Մենք 2020-ին պարտությունից հետո Արցախի առաջարկել ենք ինքնասպան լինեն Հայաստանի եւ Արցախի ղեկավարները։ Դա տղամարդկություն կլիներ, որտեղ պարտված երկրի ղեկավարները ինքնասպան են լինում։ Դա այդպես է, պատմական իրողություն է դա։ Այսինքն եւ Արայիկ Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը կամ պիտի հրաժարական տային կամ ինքնասպան լինեին։ Դա քաջ ղեկավարի քայլ էր։ Քաջություն չունեցավ որևէ մեկը։ Չեմ ասի Արցախի նախագահի մասին ոչինչ չեմ խոսի։ Հայաստանի ղեկավարը բնական է ոչ թե քաջության հարցեր, այլ ծրագրեր ուներ։ Ուրեմն փակելով այդ թեման, հա, այդ շարքումների, որովհետև ես կարծում եմ մանրակրտորեն պատմեցի ինչ է տեղի ունեցել։ Ուրեմն Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը գոնե ակնհայտ, երբ 2019-ին Ստեփանակերտի վերածննդի հրապարակում գոռում գոչում էր, որ Արցախը Հայաստան է։ Ինքը այդ պահին արդեն հանձնեց Արցախը։ Մնացածը արդեն տեխնիկական հարցեր։ Մնացածը իր ընտրության հարցներ, որի մասին ինքը խոսել է ազգային ժողովի ամբիոնից, գնալ դրան պատերազմով, թե առանց պատերազմ, գնալ դրան հազարավոր զոհերով, թե առանց զոհերի, կանգնեցնել պատերազմը հոկտեմբերին, թե շարունակել։ Դրա մասին ինքն է խոսել, այդ հարցերի պատասխան ինքը տվել է։ Եվ իդեպ, եթե վերադառնանք ու նայենք նորից այդ օրվա ասած այնտեղ շատ կարճ մի քանի բառով, ինքը դա նաև որակել է դավաճանություն։ Մարդ ինքնախոստովանանք անում է, մենք ամեն անգամ պաշտպանվում ենք մնացյալի հարցակումներից կամ ինչ-որ մեղադրանքներից, մենք պաշտպանվելու որևէ բան չունենք։ Արցախ աշխարհը հանձնել է Նիկոլ Փաշինյանը իր ողջ խմբակով,
եւ շարունակում է կեղեքել ու մասնատել Հայաստանի Հանրապետությունը։ Կեղեքելուց եք ասում, մեր իշխող ուժը, տեսեք ինչ խոսույթով է հանդես գալիս ու ինչով է կերակրում մեր ժողովրդին։ Ասում են, գիտեք, ժողովուրդ, դուք այսքան տարի վատ եք ապրել, որովհետև Արցախը կողոպտվել, կեղեքվել է, Արցախի հարցը շահարկելով որոշ շրջանակներ շարունակական թալան են արել, արցախցիները իրենք են տարիներ շարունակ այսպես ճոխ ապրել, լավ ապրել, իսկ ձեր զավակները վատ են ապրել, գնացել են Ղարաբաղում ծառայել են եւ այլն, զոհվել են, արյունակամ են եղել եւ այլն եւ այլն, ու այս ամեն ինչում ոնց որ սղակները ուղում են Արցախի արցախցիների կողմը ու որպես ապացույց գիտեք ինչ են ներկայացնում, ասում են տեսեք ինչ ճոխ շքեղ ավտոներով են եկել, ինչ ունեցվածք, տեսեք ինչեր են դիզել, դուք իսկապես այդպես թանկարժեք մեքենաներով, ունեցվածքով, տենց կիլոյով ոսկիներով բանով եկել եք Հայաստան։ Ես չգիտեմ իրենք ում մասին են ասում կամ որտեղ են տեսել, որովհետև ես իմ ապրած տարիների ընթացքում անկեղծ ասած իմ շրջապատում, ընդհանրապես քաղաքում, Արցախում չեմ տեսել նման բան։ Այնտեղ գիտեք, ամոթ հասկացություն կար Արցախում եւ մարդիկ ավելորդ ցուցամոլությունից ամաչում էին։ Ցուցամոլությունը ամոթ էր։ Գեղեցիկ ճաշակով խնամված հագնվելը ես կարծում եմ դա ընդունելի պիտի լինի, չգիտեմ, միգուցե գեղեցիկ ճաշակով եւ խնամված ու մաքուր լինելը, հիգիենիկ լինելը դա իրենք համարում են ճոխություն, որովհետեւ չեն տեսել նման բան։ Ես չեմ կարող ասել, բայց այստեղից մեր հայրենակիցները որ գալիս էին Արցախ, առաջի բանը որ նկատում էին հենց դա էր, որ կանայք չափազանց խնամված են։ Գեղեցիկ մաքուր կոկիկ են հագնված, թե կանայք, թե երեխաները, թե տղամարդիկ։ Քաղաքի նկատմամբ ես որ ասում եմ քաղաք, դեռ այդ հիշողություններով մեզ մոտ քաղաք ընդունված էր Ստեփանակերտին միայն ասել։ Մեր քաղաքը փայլում էր, մաքրությունից էր փայլում։ Առաջին բանը որ նկատել էր փողոցներում եւ ամենուրեք։ Դա սերն է քո քաղաքի նկատմամբ, ոչ թե դու մտածում ես, որ ինչ որ մեկը քեզից հետո գումար է ստանում, ինքն էլ պիտի մաքրի, այլ դու քեզ թույլ էլ չես տալիս ինչ որ նույնիսկ ձեռքիդ փոքրիկ թղթի կտորը գցել, որովհետեւ դա քոնն է, ուղղակի քոնն է, դու քո տան մեջ չես գցում, հետեւաբար դա էլ քո տունն է ու չես գցելու։ Մենք շրջափակման ժամանակ հիշում եք 50,000-ից ավել հանրահավաք արեցինք մարդկանցով եւ առաջի բանը որ բոլորս ֆիքսել ենք, երբ ավարտվեց մարդիկ ծրվեցին, դուք լուցկու հատիկ չէիք գտնի հրապարակում, ընդհանրապես ոչինչ չկար գետնին գցած։ Գիտեք, դա սերն է, դա ճոխությունն է, այո, դա է ճոխությունն ու հարստությունը, որը մենք մեր ներսում մեր հետ բերել ենք։ Ես կիլոներով ոսկիները որևէ մեկի չեմ տեսել, որովհետև նախ սովորություն չունեմ որևէ մեկի ունեցվածքը հաշվելու, դա չտես մարդու սովորույթ է։ Երբ որ մարդը ինքը չտես է, սկսում է նայել մյուսի հագուստը բրենդ է, թե ինչ որ տոնավաճառից գնված է, կամ զարդը ոսկի է, թե հասարակ ինչ որ մետաղ է։ Դա չտես մարդու սովորությունն է, որովհետև ողջ կյանքում արժանապատիվ մարդը, ուղղակի մարդը ապրում է, որպեսզի ապրում է շենացնելով իր երկիրը, իր մասնագիտության, ես հիշում եմ իրենք են չէ շատ նախկիններ կանում, դե անկախ մեզնից մենք համատականներ միշտ անում ենք նախկինների ու ներկաների, առաջ ինչպես էր, դու գնում էիր ընտրության, չէր էլ հետաքրքրվում, այդ ընտրությունները կեղծել են, չեն կեղծել, գնացիր, ընտրեցիր, եկար, տեսար ով էր երկրիդ նախագահ, ովքեր էին նախար, վերջ, թողնում էիր իրան այդ գործը, ինքը պիտի քո անվտանգությունն էլ ապահովի, քո բարեկեցիկ կյանքը, դու գնում ես քո աշխատանքին, քո առօրյային։ Ես այդ տարիներին չեմ հիշում որևէ ղեկավարի անուն։ Հիշում եմ միայն այն ուղղության նախարարի անունը, որ ուղղությամբ ես աշխատում էի, ենթադրենք։ Եվ այդպես շատերն էին, գիտեք, որովհետև եկա երևի այո, մանկավարժ էի ու հիշում եմ կրթության նախարարի միայն մեր իրենով էինք հետաքրքրվում, իրենից էինք դժգոհում, իրենից էինք գոհ լինում, մնացածը հանձնել էինք երկրի ղեկավարին, ինքն էլ պարտավոր էր մեր անվտանգությունը ապահովել, ինչն էլ անում էր ինքը։ Մենք այն ժամանակ ոչ մեկս քաղաքական գործիչներ չէինք, հիմա ի տարբերություն մեր հասարակության, որ բոլորն են քաղաքական գործիչներ։ Եվ ոչ միայն։ Այնպես որ գիտեք, տիեզերագնացներ, քաղաքագետներ թալանելու, նույնիսկ եթե իրենք այդ թեզը, որը այսպես հաշորժան առում են, ես շատ եմ ասում, լավ,
ենթադրենք իրենց ասած թալանը կար, հա, չնայած մենք հիմա տեսնում ենք ակնհայտ մեր աչքի առաջ է թալանը, այդ ցոփուշով այդ կյանքը, մարդիկ ովքեր, չգիտեմ, ինչ որ մաշած շորերով էին, հիմա մրցման մեջ են, ով ավելի ճոխ ու ավելի թանկագուստ կհագնի։ Դուք հայաստանյան իշխանությունների ներկայացուցիչների Այո, նկատի ունեք։ հա, այստեղ իշխանությունների նկատի ունեմ, նույնիսկ եթե կար թալան, հա, ես չեմ տեսել, թող իրենց ասածով լինի։ Գիտեք, թալանով երկիր չի վաճառվում։ Այո։ Որովհետև եթե իրենց ասելով այդ մարդիկ էին թալանում, այդ մարդիկ փաստորեն 30 տարի թալանում էին, բայց այդ 30 տարի թալանի ընթացքում իրենց օրոք պատերազմ չի եղել եւ այն հասարակ մարդկանց երեխաները, հա, բացառությամբ ամենայն այսպես հարգանքով իրենց հիշատակը հավերժ վառ մնա 2016 թվականի մեր հերոսնահատակները, որոնք այո, որոնց զոհվելուց հետո էլի մենք գլուխներս բարձր էինք ման գալիս, որտեվ գիտեինք, որ այդ 18-20 տարեկան պատանիները մեր համար հայրենիք պահեցին, որովհետեւ մենք շարունակենք պահել ու շենացնել այդ հայրենիքը, ոչ թե ես չեմ ընդունում այն թեզը, սրանք են տարածում, կյանքերը տվեցին, որպեսզի մենք ապրենք, ոչ, իրենք դրա համար չեն զոհվել, իրենք զոհվել են, որ մենք հայրենիքը պահենք։ Հայրենասիրությունից խոսեցիք, Փաշինյանը, եթե հետևել եք, հայրենասիրության հետ կապված ուշագրավ մտքեր է հայտնել, մասնավորապես մեջբերեմ, հա, ասում է, որ ամենամեծ խնդիրը, որը ես ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրությունը, եւ դա կայսերական հայրենասիրության մոդել է, որը գրքերով, ֆիլմերով, տեքստերով, հերոսներով, կերպարներով ներմուծվել է մեր հոգեբանություն։ Հայրենասիրության այս մոդելը նրա համար է, որ Հայաստանի Հանրապետություն պետությունը գոյություն չունենա, այսինքն իր հայրենասիրությունը վնասել է մեր երկրի շահերին։ Ինչ կասեք ընդհանրապես այս մասին, որ մարդու հայրենասիրությունը կարող է վնաս տալ։ Էլի կասեմ, որ գրագիտության պակաս ունեցող մարդը, կրթական ցածր մակարդակ ունեցող մարդը կարող է նման մտքեր արտահայտել, ոչ թե այստեղ հայրենասեր լինել կամ չլինելու հարցն է, այլ կրթության մակարդակի հարցը ընդհանրապես։ Ինչու, որովհետև օրինակ, հա, ինքն էր շատ սիրում օրինակներ բերել, հիշում եք, երբ Ալիև ու Փաշինյան ինչ-որ բանակցային գործընթացում, չգիտես ինչու ինքը սկսեց Տիգրան Մեծից խոսել։ Այո։ Թեմայի հետ կապ չուներ ընդհանրապես, բայց ինքը Տիգրան Մեծից էր խոսում, հա։ Մեկ-մեկ երևի այդ հատվածներ նոր էր կարդացել, սովորել էր ու անպայման ուզում էր կիրառել դա, հիմա տեղին էր, տեղին չէր, կարևոր չէր, ինքը կիրառեց այդ մասը։ Ես կարծում եմ, որ մենք այդ պատմությունը շատերս ենք ուսումնասիրել եւ այդ պատմության մեջ, այո, հենց այդ հայրենասիրությունը մեր փոխանցվել է ինչու, որովհետեւ մենք տեսել ենք, որ հայրենասիրությամբ մենք միշտ հզոր ենք եղել։ Հայրենասիրությամբ մենք ունեցել ենք այն իրենց չսիրած պատմական ու մեծ հայրենիքը եւ հենց այն պահին, երբ եկել են այսենց, հա, վայ հայրենասերները, այդ պահին մենք կորցրել ենք հայրենիքի մի որոշ հատված։ Դա պատմությունն է, դա ես ասում եմ ինչ որ կա իրականում, ինչը եղել է, հա։ Հիմա ես չեմ հիշում, ամենապքում Նիկոլ Փաշինյան իմ սերնդակիցն է, եւ ես չեմ հիշում որևէ հայրենասիրական դրվագ ողջ իր գոյության ընթացքում, հա, ակտիվ շրջանում։ Իրականում չեմ հիշում, որովհետեւ չեմ կարծում, որ հայրենասիրությունը, երբ դու գոռում ես, որ պետք է ղարաբաղցիներին քշել Երևանից, օրինակ։ Դեք հայրենասերը ինքը իր հայրենակցին չի կարող քշել որևէ տեղից։ Ես բազմից առիթ է եղել, ասել եմ, ես ինձ հայրենակից որևէ մեկին չեմ ատում։ Չկա այդպիսի մեկը, սկսած իշխանական թևից, վերջացած որևէ մեկով, որին ես կարող եմ ատել, չկա, ուղղակի չկա։ Բայց ես կարող են նորից եմ կրկնում, դա իրենց ընտրությունն է, նաև էլի նորից, հա, կրթության մակարդակն է, կայացած չլինելու նաև արդյունքն է, մարդը երբ կայացած է, ինքնաբավ է, ինքը չի կարող ատել որևէ մեկին։ Ես կարող եմ ատել իմ թշնամուն, ինչը եւ անում եմ, որովհետեւ չես կարող թշնամու հետ հաշտ լինել։ Թշնամին ինքը ամեն վարքյան օգտագործել է, որ քեզ սպանի։
դու չես կարող թշնամու հետ ժպտալով բարի ինչ որ թղթեր ստորագրես, որը քեզ կբերի խաղաղություն։ Թշնամուն դու պիտի ատես ու միշտ պատրաստ լինես հակահարվածը տալու, երբ ինքը կփորձի քեզ մորթել, ոչ թե գլուխդ կախ սպասես, երբ կմորթի։ Իսկ իրենց նկատմամբ չունեմ ատելություն բացարձակ, եւ դա հենց հայրենասիրություն է, չնայած հիմա հայրենասիրությունը մոդայիկ չէ, այլ իրական Հայաստանի մոդելն է կերտվում, որտեղ աղջիկը կարող է տղա լինել, տղան կարող է աղջիկ լինել, առաջի տիկինը կարող է ճղճղված հագուստով ման գալ եւ կիսամերկ լինել, դա նորմալ է։ Դա իրական Հայաստանը պիտի լինի այդպիսին։ Ես կարծում եմ հիմա մենք այն կարևորագույն շրջանում ենք ապրում, երբ պատերազմ է, ներքին պատերազմ, հենց իրենց կերտվելիք իրական Հայաստանի ու պատմական Հայաստանի։ Մենք ամեն դեպքում ներկայացնում ենք պատմական Հայաստանը։ Իրենց չսիրած հայրենասիրությունը։ Իրենք ներկայացնում են իրենց իրական Հայաստանը, որտեղ իրականում չկա Հայաստան, այլ կան ինչ որ անդեմ անուն մարդիկ առանց անցյալի հերոսները հարկ վճարողներն են, պետք չի լինել հայրենասեր առանձնապես։ Ես չգիտեմ այդ մարդիկ ժամանակի ընթացքում հայ են լինելու, թե ուղղակի մարդկանց խումբ, որոնք կապրեն Հայաստան անունով ինչ որ տարածքով, ամեն դեպքում ես այդպես եմ հասկանում իրենց նկարագրած իրական Հայաստանը։ Եվ այս պայքարում ուղղակի պետք է հասկանալ, որ հաղթելու է ուժեղը, եւ ես ինչու եմ վստահ, որ իրենք չեն լինելու այդ հաղթողը, որովհետեւ այդ պատմական Հայաստանը, որը դարեր է ապրել ու եղել ու չի վերացել, ու պետականությունն էլ եղել է, ինքը չի կարող պարտվել ցածրորակ ինչ որ անդեմ անապագա ինչ որ երևույթների։ Դուք հայտարարել էիք, վերջերս եք կարծեմ ասել, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կասկածելի հարաբերությունների մեջ է եղել ադրբեջանցիների հետ, բանակցությունները ինչ որ վարել, ստվերային բանակցություններ։ Ինչի մասին է խոսքը, ինչ փաթեթներ է փոխանցել, դուք հետաքրքրվել եք, ինչ է բանակցել ու ինչ իրավունքով է դա արել։ Գիտեք, ես նաև խուսափում եմ իրենից խոսել, կան մարդիկ, որոնց ես երբևէ այլևս չեմ կարող ընկալել, բայց կփորձեմ կոռեկտ պատասխանել, որովհետև այն ինչի մասին, որ ես ասել եմ, դա եղել է հանրային ձևով, շատերն են տեսել դա։ Չնայած որ մինչ այդ օրը բազմից ինքը հայտարարել է, որ ինքը պիտի իշխանություն ունենա, որովհետև իր հետ պատրաստ են ադրբեջանցիները բանակցել։ Տվեք ես փրկեմ Ղարաբաղը, տվեք ես կանեմ։ Չնայած պարոն Շահրամանյանը բազմից ասել է, որ արդեն իսկ սեպտեմբերի 19-ին, երբ իրեն նորից դիմել են, որ դու հանձնի իշխանությունը Սամվել Բաբայանին եւ Սամվել Բաբայանը արագ կազմակերպի ինքը հնարավորություն ունի բանակցելու ադրբեջանական կողմի հետ, հենց այդ ներկայացում պարոն Շահրամանյանը խոսել է ադրբեջանական կողմի հետ, որտեղից էլ եւ մերժվել է ընդհանրապես որևէ մեկի հետ ցանկություն չի եղել բանակցություններ վարելու, բացի Արցախի նախագահի։ Ձախողման է տարել, այսինքն։ Այսինքն չի էլ եղել այդպիսի ցանկություն, որ որևէ մեկը իր հետ բանակցություն վարի։ Այդ ամենայնիվս ասում է պարոն Շահրամանյանը։ Ինչ վերաբերում է այդ երևույթին, ուրեմն օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը դուք հիշում եք հայտնի հավաքը ազգային ժողովում Արցախի հանրապետության, Արցախյան ժամանակվա նախագահի կազմակերպված, որտեղ բավականին մարդիկ կային հավաքված, հանրային դեպքեր, քաղաքական գործիչներ, նախագահները Արցախի հանրապետության, այնտեղ է նաև Սամվել Բաբայանը։ Եվ ինքը ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ համբերեք, տեղներդ նստեք, խելոք, 15 կետանոց փաստաթուղթը ես արդեն փոխանցել եմ Ադրբեջանին, խելոք նստեք տեղներդ, տեսեք ինչա լինելու։ Այսպիսին էր միտքը, միգուցե բառացի այդ վերջի միտքը, բար չասեցի կոնկրետ։ Ես հիշում եմ մեր բոլորի այսպես ռեակցիաները զարմացած բոլորս իրար ենք նայում, մտածելով, որ միայն օրինակ ես մտածում եմ, միայն ես չգիտեմ, այնտեղ բոլորը գիտեն, ու այդպես բոլորն էին մտածում։ Հետո երբ
Փորձեցինք ճշտումներ անել, իհարկե որևէ մեկը նախ ցույց էին տալիս, որ տեղյակ չեն նման բանից, երկրորդը որ խիտ գաղտնի է դա։ Ես Բայց չեմ ինքնագլուխ հիշում, էր դա արել, ես հիշում եմ ազգային ժողովի նիստի ժամանակ, որը ցավոք սրտի չէր հեռարձակվում, ամեն դեպքում ուղիղ հեռարձակում չկար, հիշում եք շրջափակման ժամանակ շատ հազվադեպ էին լինում նման բաներ, ես հենց այդ հարցը բարձրացրել եմ, որ դա ինձ անհանգստացնում է, ես անհանգստանում եմ, ինչ է նշանակում մարդ, ով քաղաքական ուժի ղեկավար է, լավ, ոչ ավել, ոչ պակաս դրանից, ինչպես կարող է ինքը, ես օրինակ ինչու չեմ կարող կապի դուրս գալ ադրբեջանական կողմի հետ, բայց ինքը կարող է մի փաթեթել ես փոխանցեմ ու մեզնից յուրաքանչյուրը, ամեն մեկս ինչ-որ մի բան մեզնից ներկայացնում, բա ոնց է իր մոտ ստացվել։ Այդ հարցերը մնացին անկեղծ ասած անպատասխան, իսկ այդ ժամանակները այն ժամանակները չէր, որ մենք քարով փայտով ինչ-որ հարց լուծեինք կամ ստիպելով։ Չասացել եք 15 կետը իրենց ինչ էր ներկայացնում, ինչ էր առաջարկել, դա ինչ է եւ փորձում են բարթել նորից նախկին նախագահի վրա Արցախի հանրապետության, որ ինքը տեղյակ է եղել։ Ես չեմ սիրում եւ չեմ ընդունում այդ խոսակցությունները եւ ես ամեն կերպ դա հերքում եմ, որովհետեւ եթե մարդը այստեղ չի կարելի նման շարժումներ անել եւ անբարո են նման շարժումներ ընդհանրապես։ Տա Աստված ողջ առողջ մեր ռազմաքաղաքական ողջ վերնախավը վերադառնա, ինչպես նաև մեր բոլոր պատանդներն ու գերիները, եւ այն ժամանակ բոլոր հարցերը իրենց հերթով կարգով պատասխան կստանան։ Բայց լրտեսության գործով դատվում է Արցախի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Սարգիս Գալստյանը, դրա հետ կապված ցուցմունքներ են տվել Արցախի ղեկավարները, ասել են, որ եթե փաստարկները նրանք են, որ ադրբեջանցիներից զանգեր է ստացել, այդ օրերին ադրբեջանցիներից բազմաթիվ զանգեր, բազմաթիվ արցախցիներ են ստացել, 5 րոպեն մեկ Մարդիկ կան իդեպս վերջերս մի արցախցու ուղիղ եթեր էի լսում, հենց ինքն էր ասում ինչպես է ադրբեջանցու հետ խոսել։ Բացի այդ թուրքերեն բառարան են գտել տան խուզարկության արդյունքում, դա նույնպես փաստարկ է համարվում, որ նա լրտեսությամբ է զբաղվել, թե անձը թուրքագետ է, ստեցյան թուրքերենի մասնագետ է եւ կարող էր բառարան գտնվել, մեր տանն էլ որ հիմա մանգան կարող է հազարումի բառարան գտնվել, բայց իր ինքնախոստովանական ցուցմունքն էլ կա, որ ես ինչ որ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ եմ փոխանցել, այսպիսի ցուցմունքի վրա են նաև հիմնվում, որը ըստ Կոչուբաևի փաստաբանի սպառնալիքի ազդեցության տակ է մարդը գրել։ Դուք ճանաչել եք ընդհանրապես այդ անձին, շփվել եք իր հետ, դավաճան համարում եք, չեք համարում, կարող է լրտեսությամբ զբաղվել, այդքան պաշտոններ զբաղեցնելով մարդը, հա։ Գիտեք, Արցախը ինքը փոքր է, դե առավել եւս Ստեփանակերտը, մենք Ստեփանակերտում բոլորս էլ իրար ճանաչում էինք, այնտեղ նորմալ էր, որ փողոցում քայլում էր ու անդադար բարևելով է իր անցնում դա։ Սարգիս Գալստյանին, այո, ճանաչել եմ որպես իմ խմբակցության ղեկավարի հորեղբայր, ես կարծում եմ ես խուսափելու կամ թաքցնելու որևէ բան չունեմ, բոլորն էլ գիտեն։ Իսկ Դավիթ Գալստյանի հետ ես մի ողջ կյանք եմ անցել, մի ողջ պայքարի ճանապարհ, ու որևէ մեկը թող փորձվի ու համարձակվի որևէ պիտակավորում կամ որևէ կասկածելի բան ասի պարոն Գալստյանի, Դավիթ Գալստյանի նկատմամբ, մարդը բազմաթիվ զոհաբերությունների, զոհողությունների չի սիրում դրա մասին խոսել ուղղակի, ինչևէ։ Ճանաչել եմ Սարգիս Գալստյանին որպես հայ իմ գործընկերոջ հորեղբայր, որի հետ այդքան շատ սերտ կապեր չեն եղել ամեն դեպքում, բայց սառնել չեն եղել հարաբերությունները, տեսել եմ երևի, որ առիթ եմ ունեցել խոսելու, կարող է 2 կամ 3 անգամ, այն էլ կարճ սովորական մարդկային ինչ-որ զրույցներ, ոչ քաղաքական, ոչ որևէ հարցին վերաբերող։ Ես գիտեք, ոչ մեկս որևէ մեկս դատաստան անելու նախ իրավունք չունի, մարդ ինձ համար սովորական մարդ, ես խոսել եմ իր ժամանակին 80-ականներին, 88-ի պայքարի ընկերների հետ, որոնք միանշանակ փաստում են, որ իրենք շատերը հենց Սարգիս Գալստյանից հայրենիքի համար պայքարելու ձևեր են սովորել։ Օրինակ, պատմում են, ոնց առաջին անգամ հացադուլ բառը իրենից են լսել ու եկեք հացադուլ անենք, հենց իրենից է եղել առաջարկը։ Կարող եմ դրանով մաքսիմում ասել,
Այն, որ փաստաբանը ասում է, լսել էի այդ մասին, այո, որ սպառնալիքի ներքո եւ ինքը այնուհետեւ ես ինչքան գիտեմ փոխել է ցուցմունքը, ասել է, որ այդպես չի իրականությունը։ Ինձ շատ են խորհուրդ տալիս չխոսել նման բաներից ընդհանրապես, բայց ես գիտեք մի բան կարող եմ ասել, որ այս ընթացքում շատ շատերին դա փորձեցին, հա, կամ ձերբակալեցին Արցախում եւս դավաճանության կամ լրտեսության հիմքով։ Աղմուկը բարձրանում էր, մենք անհամբեր սպասում էինք, որ ինչ որ դատավարություն կամ ինչ որ մի բան կլսենք, կամ հերքվում էր, կամ այդ մարդկանց մասին ոչինչ չէին խոսում, հետո փողոցում էր հանդիպում ուղակի։ Որ դավաճանային եք բաստող։ Այո, եւ մենք Գերուտ Շարասյան թեման։ Մեր պնդումները միայն եղել է ազգային ժողովի անվանումից ենք միշտ պնդել, հենց Արայիկ Հարությունյանից ենք այն ժամանակ պահանջել, որ եթե դուք խոսում եք, որ դավաճանության փախնելու արդյունքում մենք Արցախը կորցրել ենք, խնդրում ենք ձերբակալեք, անուններ հրապարակեք, մենք էլ իմանանք ովքեր են ի վերջո այդ մեղավորները, ովքեր դավաճանել են, ովքեր փախել են, գոնե մեր հանրությունը ինքը սկսի առողջանալ դա իմանալով, որտեղ հանրությունը ինքը մեղավորներ է փնտրում անընդհատ։ Առ այսօր մենք այդպես էլ այդ անունները վերջնական ավարտված դատավարություններ չտեսանք։ Ես որևէ մեկին մեղադրելու կամ արդարացնելու բնավ նպատակ չունեմ, բայց ես այս իշխանություններով չգիտեմ, դեռևս վստահ չեմ եւ առավել քան համոզված եմ, որ իրենք փորձելու են շարունակել մեղավորներ կարգել։ Ամփոփելով հա զրույցը, Տիկին Հակոբյան, վերջերս ԱԱԾ-ն հայտնաբերեց ինչ-որ խումբ ու ընդգծեց հաղորդագրության մեջ, որ դրանց մեջ կան արցախցիներ։ Ուրեմն այդ խումբը ռուսական բանակի ինչ-որ Արբաթ ստորաբաժանում կա, այդ ստորաբաժանման անդամներ են։ Կրեմլը, այսպես ասած, հավաքագրել է այդ մարդկանց, այդ թվում արցախցիներ, Ղարաբաղի բնակիչներ, նաև Հայաստանի բնակիչներ, հավաքագրել է, որ զինված հեղաշրջում անեն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերցնեն, մի խոսքով խումբ են ստեղծել, այդպիսի բանդա։ Հաղորդագրության մեջ հատկապես իմ ուշադրությունը գրավեց արցախցիներ բառը։ Ինչու են արցախցիները ուզում այսպես իշխանազավթում անել։ Գիտեք, չեմ կարող իրականում ժպիտս բայց որտեղ 2-3 օրը բոլորը ընկած ման են գալիս, ովքեր են այդ արցախցիները։ Մենք մեր մեջ փորձում ենք հասկանալ։ Ածնում նկատի ունի։ Հա, որովհետև այստեղ էլ հա շփումը կա, կապը կա, մենք այնպես չի որ իրար կորցրել ենք ու չենք կարող գտնել։ Առ այսօր չենք կարողանում, իրականում ես չեմ կարողացել իմանալ, վերջում ասում լավ գոնե ասեք ինչ որ հայտնի մարդիկ են անհայտ են, դե ասում են եթե մինչև հիմա չգիտենք ովքեր են, ուրեմն հայտնի չեն, նախ դրան։ Երկրորդը անկեղծ ասած ծիծաղ է առաջացնում, ինչքան ուրեմն անլուրջ կազմակերպված հեղաշրջում է պատրաստվել, որ իրենք կարողացել են հայտնաբերեն։ Հայտնաբերել են երբ սեպտեմբերի 19-ի 20-ի նախօրեին, սեպտեմբերի 27-ի նախօրեին, հա։ Ու ովքեր էին, հələ տեսեք քանի նապաստակ են իրենք ընթացքում խփել։ Ռուսական կողմը պատրաստել է արցախցիների միջոցով։ Այնքան պրիմիտիվ հեքիաթներ են, ես չգիտեմ, եթե մեր ժողովուրդը դրան հավատում է, ես չեմ կարող ասել։ Ուրեմն ինչ վերաբերում է իշխանազատմանը, որ իրանք էլի կոկորտ պատրելով փորձում են համոզել բոլորին։ Ես ամեն անգամ ասում եմ, սիրելիներս, հարգելիներս շատերդ եք եղել Արցախում։ Ես եղել եմ աշխարհի ամենագեղեցիկ, սրանք խոսքեր չեն, ես ապրել եմ այդ համավարակյանով, բոլորը գիտեն ով ինձ ճանաչում։ Աշխարհի ամենագեղեցիկ, ամենահզոր, ամենաճանաչված, ինձ համար ամենաճանաչված պետության տարբեր աշխատանքներ եմ ունեցել 2020 թվականից այդ պետության ազգային ժողովի պատգամավոր եմ առ այսօր։ Իհարկե մի տարբերությամբ, որ հիմա չեմ քայլում այնտեղ եւ իմ ազգային ժողովի շենքում չեմ։ Ես ուզում եմ ամեն անգամ հասկանալ, ինչու ես պիտի ուզեի օրինակ լինել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, ինչու պիտի ուզեի կամ ինչու պիտի օրինակ Արցախի նախագահ ուզեր լիներ Հայաստանի Հանրապետության վարչապետ կամ նախագահ։ Հասկանում եք, չկա որևէ պատճառ, երբևէ չենք ունեցել նման նպատակ։ 20 թվականից հետո, եթե իհարկե իրենք փոխել են մեր բառերը, եթե ուշադիր եք եղել, իրականում մենք միայն ասել ենք
իրենք պիտի գնան, պարտված իշխանությունները պիտի գնան, որովհետեւ մենք կարողանանք ոտքի կանգնել։ Մենք երբևէ չենք ասել թող իրենք գնան, որ մենք գանք։ Մենք երբևէ չենք ունեցել, հիմա էլ չունենք այդ նվատակը։ Մեր միակ գործունեությունը ի հակառակ իրենց, հա, որ շարունակում են պնդել, որ մենք այստեղ ուզում ենք երկրորդ իշխանություն ստեղծել կամ խլել իրենց իշխանությունը։ Դուք տեսնում եք, մենք այդ ամենը ինչքան կոռեկտ ու ինչքան համեստ ենք անում, գոնե երկրորդ իշխանություն ստեղծելու մասով իրենք այդ պատասխանը ստացել են այն առումով, որ մենք Քավլիցի երբևէ չենք անիքալ, որը կվտանգի կամ կվնասի Հայաստանի Հանրապետությանը, սա մեր հայրենիքի մյուս հատվածն է, այստեղ մենք եւս տեր ենք ու տիրակալ։ Այստեղ մենք հյուր չենք եւ սա մեր հայրենիքի մյուս հատվածն է։ Հետեւաբար մենք ամեն քարի ու թփի համար պատասխանատու ենք եւ որևէ քայլ չենք անի, որը կվնասի, հակառակը մեր բոլոր քայլերը տանելու են նրան։ Լավ կլիներ, որ Հայաստանի իշխանությունները իլուր աշխարհի հայտարարեին, որ Արցախի իշխանությունները այսօր ապաստան են գտել Հայաստանում եւ այստեղից իրենք պիտի գործունեություն ծավալեն։ Չի ստացվել, չեն արել, հետեւաբար մենք մեր նպատակից հետ չենք կանգնելու, իսկ մեր նպատակն է ունենալ հզոր Հայաստան, որով էլ կանցնի Արցախ գնացող ճանապարհը, այլ ճանապարհ չկա Արցախ տանող, գիտեք, ու այդ ճանապարհին, այդ մեր նպատակին հասնելու համար ցանկացած միջոց ենք օգտագործելու։ Եթե այդ միջոցներից մեկը պիտի լինի այս իշխանությունների հեռացում, ուրեմն իրենք պիտի հեռանան, որովհետև գոնե պարզ առանց թաքցնելու իրենք ասում են, որ երբևէ իրենք Արցախի հարցին չեն անդրադառնալու։ Իսկ առանց Արցախ չի կարող երբևէ լինել ուժեղ Հայաստան։ Այ իր ասած պետականության կորուստը լինելու է միայն այդ պարագայում։ Հետևաբար առողջ խելամիտ ազգային ուժերը պիտի դա ուղղակի թույլ չտան։ Քավլիցի որևէ մեկը մենք պիտի ունենալով ուժեղ Հայաստան վերադառնանք Արցախ, որպես Արցախի ազգային ժողովի падգամավորներ, որպես Արցախի նախագահ, գործադիր մարմին, այլ պաշտոնյաներ, դպրոցի ղեկավարներ եւ որպեսզի գնանք ու սկսենք միանգամից պետության մեր նորից այսպես ապրելը, ոչ թե վերականգնում, շարունակությունը ապրելը։ Խմենք այդ պահի կենացը։ Խմենք։ Չնայած չեմ ուզում, որ դա որպես կենաց են, չի, դա պիտի լինի հենց իրականությունը։ Այո։ Սիրելի հայրենակիցներ, այսօր այսքանը, կհանդիպենք մյուս շաբաթ, ցտեսություն։